Որոնք են էներգոարդյունավետության գնահատման ժամանակակից գործիքները, ինչպես դրանք օգտագործել կայուն էներգետիկայի ոլորտում, ինչ մոտեցումներ կիրառել։ Այս օրինակ հարցեր են քննարկվում էներգախնայողություն և էներգոարդյունավետություն ինքնագնահատման գործիքներ թեմայով տեղեկատվական գործնական դասընթացին։ Դասընթացով Գավառ համայնքում մեկնարկեցին Եվրոպական միության կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումները «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո։ Հանդիպումն իրականացվեց Գերմանական միջազգային համագործակցության ընկերության «Կայուն էներգիա կլիմայի նկատմամբ կայուն համայնքային զարգացման համար» ծրագրով, Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ու Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Էներգետիկ շաբաթ միջոցառման շրջանակներում այս միջոցառումը նույնպես իր մասը կարող է ունենալ համայնքներում ընդհանուր տեղեկատվության բարձրացման մասով, բնակիչների տեղեկատվության բարձրացման մասով և ընդհանրապես ընդլայնել շրջանակը այդ միջոցառման մասնակիցների։ Տեղեկատվական դասընթացի մասնակիցները Գավառի համայնքապետարանի ենթակայությամբ գործող և արևային կայաններ օգտագործող կազմակերպությունների ներկայացուցիչներն են, թեմայով հետաքրքրված բնակիչներ, ոլորտ ուսումնասիրող ուսանողներ ու դասախոսներ։ Այսօր ներկա գտնվեցինք էներգոարդյունավետության և էներգախնայողությանը վերաբերող դասընթացին, որը շատ արդյունավետ էր և ուսուցանող։ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում մենք կփորձենք մեր գիտելիքները փոխանցենք այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Դասընթացը տեղի է ունենում Գավառի համայնքապետարանի Ավենյու խորհրդատվական ընկերության և Զենիթ ակադեմիայի գործակցությամբ։ Մշակել ենք մեկ հատ գործիքակազմ, մի հատ հավելված, որի շնորհիվ բնակիչը կարող է մտնել իր տան էներգետիկ աուդիտը կատարել, այսինքն ինքնագնահատում անել։ Ծրագիրը հասանելի է Զենիթ ակադեմիայի պաշտոնական վեբկայքում։ Կազմակերպիչները հույս են հայտնում, որ տեղեկատվությունը կնպաստի համայնքում կայուն էներգետիկ քաղաքականության ձևավորմանը։ Ալբերտ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։